Եթերում Զինուժն է, մենք ամփոփում ենք շաբաթը, բարև ձեզ։ Առաջարկվող բանակային թեմաների մասին նախ համառոտ։ Մարտավարական դաշտում ապագա սերժանտներն են զինված ուժերում վերսկսել են կրտսեր հրամանատարական կազմի պատրաստության դասընթացները։ Ճանապարհ դեպի բարձունք Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները ներկայացնում են իրենց առօրյան։ Բանակի կանացի հմայքը կուրսանտ Վիոլետա Ֆեոֆիլակտովայի երազանքն է դառնալ օրինակելի եւ հմուտ սպա։ Եվ մարզական հաջողություններ զինվորական ծառայության ընթացքում Զինուժը ներկայացնում է բանակի լավագույն բռնցքամարտիկներին։ Զինված ուժերի ուսումնական կենտրոններում ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ վերսկսել են նաև կրտսեր հրամանատարական կազմի պատրաստության դասընթացները։ Ամիսներ անց վիճակահանությամբ նախորոշված զորամասեր կմեկնեն ապագա սերժանտները։ Մինչ այդ տղաները մարտավարական դաշտում յուրացնում են արգելագոտին հաղթահարելու հնարքներն ու հմտությունները, փորձում հնարավորինս շատ գիտելիք ձեռք բերել, որպեսզի արդեն իրենց վստահված փոքր ստորաբաժանումներին փոխանցեն սերտածն ու սովորածը, պատմում է Ներսես Իվանյանը։ Ուսումնական կենտրոնի մարտավարական դաշտում հերթական դասաժամն է։ Կրտսեր հրամանատարների պատրաստության պարապմունքներին ներգրաված զինվորները, հետևելով հրանգիչների խորհուրդներին, յուրացնում են մարտավարական արգելագոտին ճիշտ եւ հնարավորինս արագ հաղթահարելու հնարքներն ու հմտությունները։ Արդեն ամիս եւ մի քանի օր ավել ծառայության մեջ եմ, տպավորությունները շատ դրական են, կատարում ենք վարժություններ, լուծում ենք խնդիրներ, լսում ենք հրամանատարներին եւ փորձում ենք ամեն ինչ կատարենք ժամանակին եւ ճիշտ։ Մեր ամբողջ ջանքն ու եռանդը ներդնում ենք, որպեսզի կարողանանք արդյունքի հասնել, դառնանք մեր հայրենիքին պետքական ու կարևոր զինծառայողներ։ Առաջին անգամ արգելագոտին հաղթահարող նորակոչիկներն ասում են, զինծառայության առաջին 2 ամիսները բավական էին ընկալելու առաքելության էությունն ու նպատակները։ Առաջին անգամ էր մարտավարական պատրաստությունները, համ դժվար էր, համ հաճելի էր, համ էլ լիքը բան սովորեցինք։ Ուժերի գերլարումով ու համակուշադրությամբ զինվորները սերտում ամրապնդում են ուսանածը։ Հայրենիքի պաշտպանի համազգեստն ու առաքելությունը կրող զինվորին հարկ չկա պարզաբանելու զենքին եւ ռազմական գործին գերազանց տիրապետելու անհրաժեշտությունը։ Մեր միակ նպատակը մեր հայրենիքին, մեր երկրին ծառայելն է, մեր տունը, հողը, ջուրը պահելը։ Եվ այդ նպատակին հասնելու համար մենք ներդնում ենք մեր ջանքն ու եռանդը։ Շատ հետաքրքիր է բոլոր այս գործողությունները, թե զենքի հետ կապված, թե մարտավարության հետ կապված։ Գնացել ենք կրակային պատրաստությունը ստացել ենք, այսօր մարտավարությունը կատարեցինք, շատ հետաքրքիր է, ճիշտ է, տեղեր կան, որ դժվարություններ կան, բայց այդ դժվարություններն էլ արվում են, որ մյուս անգամները արդեն մեր համար ավելի հեշտ լինի եւ պատրաստ լինենք ու զգոն։ Ես ստանում եմ սրանից հաջող կոնկրետ այս գործողությունները կատարելու, որովհետեւ գիտակցում եմ, որ ինձ հնարավոր է կյանքում էլ թե առօրյայում, թե այստեղ ծառայության ընթացքում շատ պետք է գալու։ Ապագա սերժանտները նկատում են, թե պատրաստության ծրագրի ավարտին դեռ 4 ամիս կա, այդուհանդերձ իրենք արդեն իսկ իրենց առջև խնդիր են դրել լավագույնս հանդես գալու ավարտական քննություններին։ Կա ձգտում բարելավելու, ավելի լավ կատարելու առաջադրանքները, հրամանատարների հրամանները, որպեսզի վերջում լավ արդյունք ստանանք ու մեր հաջորդ զորամասերում ավելի լավ ծառայենք։ Առհասարակ, խոսելով թե ուսումնական գործընթացի եւ թե առաջիկա ծառայության հանդեպ արկա տրամադրվածության մասին, տղաներն ասում են, պատրաստական են իրենց ծառայությամբ նպաստելու բանակի մարտական պատրաստության շարունակական զարգացմանը։ Վստահ եմ, որ կլինեմ լավագույն զինվորներից մեկը իմ հայրենիքի համար։ Իմ առջև դրել եմ խնդիր, որ պետք է մինչև վերջին օրը ես երթումս պահեմ ու լինեմ այն լավագույն զինվորը, որոնք պատկերացնում են ինձ իմ հրամանատարները։ Եթե ստենք պետք է լինեք լավագույնը, որ հանկարծ հետո Աստված չանի ինչ-որ մի բան պատահի, իմանանք մեր գործունեությունը պետք է զինվորը պատրաստ լինի, զգոն լինի։ Ես եկել եմ ստեղին պարտքը տալու համար, ոչ թե պարտքը, ես իմ իրավունքն է ծառայության մեջ։ Ես իրավունք ունեմ ծառայելու, ես այդ իրավունքը փորձում եմ կատարեմ ժամանակին եւ ճիշտ ու լսում հրամանատարներից։ Եվ այս հողերը, այս ամեն ինչը մեր վահած հողերն է, ոնց կարա մարդ իր զինվորական իրավունքից չօգտվի ու չծառայի Հայաստանի Հանրապետության։ Ներսես Իվանյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուժ։ Պաշտպան հայրենյաց ծրագիր, որը շարքային եւ սպայական կազմերին հնարավորություն է տալիս պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնել 5 տարի ժամկետով։
Պայմանագրի կնքման օրվանից սկսած բարձր եւ երաշխավորված աշխատավարձ, ատեստավորման եւ մարտական հերթապահություն իրականացնելու դեպքում նաեւ հավելավճարներ։ 5 տարի անց պայմանագրի ժամկետի ավարտին 5 միլիոն դրամ պատվովճար գումարն ազատ տնօրինելու իրավունքով։ Պաշտպան Հայրենյաց, պատվաբեր կոչում եւ առաքելություն։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ուսումնական առօրյան ակտիվ փուլում է։ Բազմիցս ենք անդրադարձել Դիլիջանյան բարձունքում գտնվող այս ուսումնական հաստատության ռազմակրթական ծրագրերին, դրանց հարուստ բովանդակությանն ու կեցության ու կրթության ժամանակակից պայմաններին։ Այստեղ կրթությունն իսկապես որակյալ է, միջազգայինորեն մրցունակ եւ որդեգրած կարգախոսին համահունչ դեպի բարձունք ճանապարհին հաստատուն քայլերով շարժվող յուրաքանչյուր մոնթեական քաջ գիտակցում է իր առաքելությունն ու պատասխանատվությունը, պատմում է Հովհաննես Պարաշյանը։ Իմ հայրենիքը իմ ընտանիքն է։ Իսկ հայրենիքիս ամեն թիս հողը իմ հացն ու ջուրը։ Չնայած պատանեկան տարիքին Սյուզաննան բազմաթիվ տողեր ու ստեղծագործություններ է հասցրել գրել հայրենիքի ու հայրենասիրության իր պատկերացումների վերաբերյալ, դրանք խնամքով հավաքել ու մեկտեղել այս գրքում։ Այս վարժանի շնորհիվ ես ունեցա շատ մեծ հնարավորություններ հասկանալու, լիարժեք հասկանալու ինչ է նշանակում լինել հայրենիքի պաշտպան եւ ինչպես կարող եմ հետագայում շարունակել կյանքս։ Մեծ եռանդով ու ոգևորությամբ Սյուզաննան դեպի բարձունք ճանապարհի առաջին հաստատուն քայլերն է անում։ Այս կրթահամալիրում մի քանի ամիս է ինչ սովորում է եւ արդեն հասցրել է տպավորվել ուսումնական ու կեցության պայմաններով։ Որոշեցի ուսումը շարունակել հենց այստեղ, միտում ունենալով հետո ապագայում սովորել այլ ռազմական բուհերում։ Կան դժվարություններ, բայց քանի որ կրում ենք այս համազգեստը եւ պատվով ենք կրում այս համազգեստը, փորձում ենք այնպես անել, որ դժվարությունները չզգանք մեր վրա եւ այնպես ենք անում, որ մյուսներին էլ մեր օրինակով մյուսներն էլ հաճախեն այստեղ։ Վարժարանի նորեկներից է նաև Վանը, որն այստեղ է եկել հետագա ուղին հստակ նախորոշած, դառնալու է ռազմական բժիշկ։ Վարժարանում սովորելը մեծ պատիվ է ինձ համար, կրել Մոնթեականի անունը, ռազմաբժշկական առարկաները մենք պարապում ենք շատ ինտենսիվ, ամեն ինչ անում ենք, որ լավ սովորենք, ներկայանում ենք պարապմունքների ճիշտ ժամանակին, պարտաճանաչ պատրաստում ենք դասերը, որպեսզի հասնենք մեր նպատակին։ Թե տղաները, թե աղջիկները տրամադրված են ուսումնական տարին սկսել ու ավարտել բարձր առաջադիմությամբ։ Կրթությունն այստեղ բազմակողմանի է, հնարավորությունը դեպի զինվորական գործ լիարժեք ապահովված։ Այստեղ մենք ոչ միայն անցնում ենք հանրակրթական ծրագրի առարկաները, այլ նաև պարապում ենք օտար լեզուներ՝ հունարեն, ֆրանսերեն, իտալերեն, թուրքերեն։ Ինձ թվում է, որ հայրենիքին պետք են ոչ միայն մտքով եւ բազկով կոփված տղաներ, այլ նաև աղջիկներ, եւ մենք հենց այստեղ դրա համար ենք։ Շուտով ավարտելու եմ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը։ 3 տարի առաջ գիտակցաբար եմ ընտրել այս կրթօջախը։ Մասնագիտությունս նախապես կանխորոշված էր։ Ցանկանում եմ ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, մասնագիտությամբ որպես կապավոր, եւ նպատակս է դառնալ հայրենիքի համար նվիրված սպա։ Բարձր վարկանիշ ունեցող եւ իր պայմաններով ու բովանդակությամբ հանրապետությունում լավագույններից մեկը համարվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կրթությունն անվճար է։ Ուսումնական ծրագրերը պարբերաբար թարմացվում են, նորացվում, զուգահեռ ներդրվում են մոտիվացիոն նոր բաղադրիչներ, սաների առաջադիմությունն ավելի խթանելու, ռազմական կրթության գրավչությունը բարձրացնելու համար։ Անցած տարի մենք կարող եմ ասել, որ վարժարանում գրանցեցինք դիմորդների մեծ հոսք, որը լիցենզիոն տեղերից, եթե մենք ընդունում ենք լիցենզիոն տեղերից շատեր, այսինքն մեծ թույլատրված տեղերից շատ դիմորդներ ունենք արդեն վարժանում։ Բնականաբար դրանք հենց այնպես չեն լինում, վարժանը Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ իրականացնում է ռազմական կրթության շրջանակներում գրավչության աշխատանքներ։ Վարժանի պետի հրամանով մենք լինում ենք տարբեր մարզերում հանրապետության, ներկայացնում ենք վարժարանը, սաներ են մեր հետ մասնակցում Քարոզ Արշավին։ Սովորելու եւ ինքնակրթվելու նշաձողը բարձր է եւ դրան հասնելու համար անհրաժեշտ է ամեն օր ավելացնել գիտելիքը, հարստացնել տեսական դասը գործնականով։ Անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուր սանի։ Ուզում եմ դառնամ մեր բանակի լավագույն սպաներից մեկը, իմ առաջադիմությունը սկսում եմ ավելի լավ բարձրացնել, որ ավելի լավ մասնակից դառնամ, կարողանամ ինչ-որ բանով օգնել հայրենիքիս։ Մենք այստեղ մարզվում ենք, գնում ենք ֆիզ պատրաստության, գալիս ենք, գնում ենք դասի, գնում ենք ճաշարան, մեր առօրյան շատ լավ անցնում, դժգոհելու բան չկա, ամեն ինչ մեզ
փորձում առաջ մղել, որպեսզի դառնանք հայ սպաներ։ Եվ իզուր չի, որ ասվում են, վարժանի կարգախոսը ճանապարհ դեպի բարձունք։ Դասացուցակն իսկապես հագեցած է իրար հաջորդող հանրակրթական ու ռազմամասնագիտական հետաքրքիր առարկաներով։ Այստեղ մեծ ուշադրություն է դարձվում նաև օտար լեզուների խորացված ուսուցմանը, սպորտին, առողջ ապրելակերպին։ Մեթոդական առումով բավականին զինված են մեր ուսուցիչները եւ մեթոդական առումով, երբ որ դու ամեն անգամ միալար չես մտնում լսարան, ինչ որ բան փոխած ես մտնում, այ դա փոխում է կյանքը, հետաքրքրությունը մեծացնում է։ Վարժանում ամեն տարի պատկերացրեք, որ նորությունները առաջնահերթ խնդիրներ են լինում, հատկապես մենք մեծ շեշտադրում ենք դրել դասավանդման նոր եւ լավագույն փորձի ներդրման հետ կապված, նորագույն մեթոդների կիրառման հետ կապված, որպեսզի ուսուցումը ավելի արդյունավետ կազմակերպվի վարժանում։ Այստեղ բնականաբար այդ առումով ավելի հարմար է, որովհետև վարժանում երեխաները մնում են, այստեղ ապրում են այս հարկի տակ եւ մենք հնարավորություն ունենք օրվա մեջ ավելի շատ ժամանակ տրամադրելու նրանց ուսման եւ կրթության համար։ Բացի դա մենք լավագույն փորձը վերցնում ենք բնականաբար հանրապետության տարբեր ուսումնական հաստատությունների, տարբեր մասնագետների հետ քննարկելով, հրավիրելով, նաեւ համագործակցում ենք եւ փորձի փոխանակում ենք կատարում արտասահմանյան երկրների նմանատիպ վարժարանների հետ։ Օրինակ վերջին ժամանակները մենք պատվիրակություն այցելեց Վրաստանի Հանրապետություն եւ այնտեղ կար հենց մեր վարժանի նմանատիպ վարժան, որտեղ բավականին մեծ հետաքրքրող նորություններ կային։ Ուսումնական առօրյայից այսքանը կարճատև ընդմիջման ժամանակն է։ Հերթականը փոքր-ինչ տարբերվող է տոնական օրվա խորհրդով։ Վարժարանի բոլոր կանանց եւ աղջիկներին տնօրինությունն ու սպաներն են շնորհավորում եւ ծաղիկներ նվիրում գարնանային տոնի առթիվ։ Օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել բոլոր կանանց եւ աղջիկներին, ինչպես նաեւ բանակում ծառայող աղջիկներին, ցանկանում եմ նրանց անկոտրում ոգի, ուժեղ կամք։ Իմ համոզմամբ թե կանայք, թե աղջիկները պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետության բանակում, քանի որ մենք պետք է ծաղկեցնենք ու շենացնենք մեր բանակը եւ մեզանից յուրաքանչյուրի համար պետք է մեծ պատիվ լինի ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Հովհաննես Պարաշյան, Հայկ Չերինգարյան, Զինուշ։ Սպաների բնակարանային ապահովման ծրագիր 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ավարտած եւ սպայական ծառայության անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են 3 սենյականոց, 75-ից 80 քառակուսի մետր մակերեսով բնակարաններ Երևան քաղաքում։ 20-ամյա պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում բնակարանը զինծառայողին փոխանցվում է անհատույց սեփականության իրավունքով։ Դարձիր կադրային զինվորական, կերտելով ապահով ապագա։ Պաշտպանական գերատեսչությունը շարունակում է խրախուսել եւ ուշադրության կենտրոնում պահել կինզինծառայողների ներգրավումը զինված ուժերում եւ այս կապակցությամբ իգական սեռի ներկայացուցիչներն աստիճանաբար ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում զինվորական մասնագիտությունների եւ բանակում ծառայության հանդեպ։ Այս անգամ մեր օբյեկտիվում կուրսանտ Վիոլետա Ֆեոֆիլակտովան է։ Վիոլետան 3 տարի սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Այժմ ուսումը շարունակում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտում։ Երիտասարդ աղջկա երազանքն է դառնալ արհեստավարժ եւ օրինակելի հրամանատար։ Մեր առավոտը սկսվում է 6:30։ Վերկացից հետո մենք զբաղվում ենք մեր հիգիենայով, հարդարում ենք մեր մաճակալները եւ պատրաստում ենք առավոտյան ֆիզիկական պատրաստության։ Կուրսանտ Վիոլետա Ֆեոֆիլակտովան է, սովորում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտում։ Մինչ այդ երիտասարդ աղջիկն ուսանել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Մանկուց տեսել եմ զինվորական կյանքը, մայրիկս 22 տարի ծառայել է զինված ուժերում, հակաօդային պաշտպանություն մասնագիտությամբ, տեսել եմ դժվարությունները, բոլոր ապրուստները։ Ներքին մոտիվացիա է դարձել, որ ես էլ գամ զինված ուժեր, բացի այն պաշտպանեմ մեր տղաներին ոչ թե թիկունքում, այլ նաև ուսուսի տված։ Կուրսանտ Ֆեոֆիլակտովան ակադեմիայում լավ է սովորում, ասում է, բացի զինվորական գործից այլ հետաքրքրություններ եւս ունի։ Թատերական եմ գնացել 5 տարի, ֆուտբոլ 5 տարի։ Սպորտով եմ շատ զբաղվել ու գորգագործության եմ գնացել, ասեղնագործության, կարպետագործության, գոբելենագործության։ Բնագիտա-մաթեմատիկական առարկաներն եմ շատ սիրում։ Իզարմանսին ինձ շատ լավ է ստացվում։ Մեր ուսուցիչների, դասախոսների շնորհիվ բարելավել եմ ու սկսել եմ ավելի շատ սիրել այդ առարկաները։
Նոր գիտելիքներ եւ մասնագիտական հմտություններ ձեռք բերելու համար կուրսանտ Ֆեոֆիլ Ակտովան ջանք ու եռան չի խնայում։ Գիտակցում է մասնագիտության բարդություններն ու դժվարությունները։ Ինչպես նշեցի, հայրիկս հակատային պաշտպանության մասնագետ է, քիչ չէ, 22 տարի, եղել եմ մամայի հետ ինչպես մարտական հերթապահություններին, որոշակի հանգամանքներից դուրս գալով, հավանել եմ ոնց է գնում աշխատանքը, ընթացքը, ինչպես նաև դեռ չենք ասում մասնագիտական առարկաներ, բայց պատկերացումներ կազմում եմ մեր տեխնիկայից ու գիտեմ, որ հաստատ այդ մասնագիտությունը, որ ես ընտրել եմ, հենց իմն է։ Զինվորականի մասնագիտությունը թերևս կանանց ու աղջիկների համար որոշակի խոչընդոտներ առաջացնում է, սակայն դրանք արագորեն հարթվում են ինչպես զինակից ընկերների, այնպես էլ փորձառու սպաների օգնությամբ։ Մեր տղաները լավ գիտակցում են, որ իրենց հետ ծառայում են աղջիկներ եւ իրենց այդ կարգ ու կանոնը, պահվածքը, վերաբերմունքը հաստատ թույլ չեն տա, որ մեզ ինչ-որ մեկը նեղացնի, ինչ-որ մեկը ինչ-որ մի թթու խոսք ասի, բացի այդ միշտ մեր կողքն է մեր վաշտի հրամանատարը, որը ոչ միայն մեր համար հրամանատար է, այլ նաեւ մեր ավագ ընկերն է։ Եթե մենք ուզում ենք հիմա այս պատկերի դիմադրությունը հաշվենք, իրանք հանդիսեն հաջորդաբար թե զուգահեռ։ Իգական սեռի ներկայացուցիչների դերը զինված ուժերում չափազանց կարևորում է Վիոլետան եւ ավելացնում. կանայք նույնպես պետք է ծառայեն հայրենիքին եւ առավելագույնը ներդնեն բանակի զարգացման գործում։ Իմ համար յուրաքանչյուր կին զինծառայող, որը ծառայում է հիմա զինված ուժերում եւ ծառայել է կամ պաշտպանել է հայրենիքը, իրանք իմ համար հերոսներ են համարվում։ Իրանք են հենց ինձ դրդում, որ ես էլ դառնամ այդ իդեալը։ Գլխարկները հանել։ Լավ սպա եւ հրամանատար դառնալու համար պետք է լավ սովորել եւ շատ գիտելիք ձեռք բերել, համոզված է երիտասարդ աղջիկը, ուստի նա ամեն ինչ անում է ապագայում իր առաքելությունը պատվով իրականացնելու համար։ Ավարտելուց հետո ստանալու եմ լեյտենանտի կոչում, զորքերում եմ ծառայելու։ Իմ համար ամենակարևորը այդ տղաներին, երիտասարդներին, հույս ունեմ նաև ապագայում աղջիկներին, բացատրել իրանց նպատակը, որ իրենք հասկանում, որ այդ իրանց 2 տարին իրանք հստակ բուն նպատակ ունեն։ Ես իմ աղջիկաս համար մեծ հպարտություն եմ զգում, երևի մի կողմից, որ ինքը շարունակական է մեր այդ զինվորական ընտանիքի ներկայացուցիչ որպես, այդ նույն էլի հոպը վերցնենք ու իհարկե աղջիկը, որ ցանկություն է հայտնում, դա մեծ պատասխանատվություն է համ ծնողի համար, համ աղջիկա համար։ Սիրելի կին զինծառայողներ, մայրեր, տատիկներ եւ իմ սիրելի քույրիկներ, շնորհում ձեր մարտի 8-ը, ես շատ հպարտանում եմ ձեզանով, գիտեմ շատ հպարտ կարող եմ ասել, որ դուք իմ թիկունքում եք եւ ինձ պահում եք թիկունքից։ Շնորհակալություն։ Զարուհի Ռշտունի, Ռուբեն Մնացականյան, Զինուժ։ Ես Մարիամն եմ, 20 տարեկան եմ, ասում են, որ համառ եմ, նպատակասլաց, անդրդվելի։ Թեև երիտասարդ եմ, բայց արդեն հասցրել եմ հաջողություններ գրանցել։ Սպորտ, այլ հոբիներ, կրթություն։ Ինձ ընձեռված բոլոր հնարավորություններին արձագանքել եմ վճռականորեն, մտածված եւ կշռադատված։ Ամեն օրը նոր սկիզբ եմ համարել, առավել բարձր նշաձողի հասնելու ձգտումով։ Եվ հիմա, այս պահից, կատարել եմ իմ ամենակարևոր ընտրությունը։ Ես ընտրել եմ կանանց եւ աղջիկների համար ներդրված կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը։ Գիտեմ, որ ծառայելու եմ բացառապես ուսումնական զորամասում։ Կծառայեմ 6 ամիս, կստանամ 1 միլիոն դրամ պատվովճար։ Իսկ հետո 6 ամսյա ծրագրի ավարտից հետո ծառայությունը շարունակելու եմ պաշտպան հայրենիես ծրագրով։ Ըստ այդմ անցնելով 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության։ Սա չափազանց կարևոր է իմ, ընտանիքիս, հայրենիքիս համար։ Այսուհետ ես զինվոր եմ, ծառայելու եմ Հայաստանի Հանրապետության բանակում։ Մեր բանակում ծառայում են ամենատարբեր մասնագիտությունների, հմտությունների տեր ժամկետայիններ, նրանցից ոմանք արդի տեխնոլոգիաների, ոմանք գիտական ունակություններով, որոշներն էլ մարզական կարողություններով մեծ ապագա ունեն եւ մրցունակ են նաեւ ծառայության ընթացքում։
Բանակի կենտրոնական մարզական ակումբի զինծառայողները կարողանում են համատեղել ծառայությունն ու իրենց մարզաձևի մրցույթները։ Նրանք ունեն հնարավորություն շարունակել մարզումները եւ լավ արդյունքներ գրանցել առաջնություններում։ Ռեպորտաժը Հայաստանի մեծահասակների այս տարվա 3 քաշային կարգերում հաղթած մարզիկների մասին է։ Նրանք չեմպիոն են նաեւ զինվորի կարգավիճակում։ Ունեցել եմ 2 մենամարտ, երկուսն էլ հաղթել եմ ժամանակից շուտ։ Մենամարտել եմ, այսպես ասեմ, իմ ընկերների հետ, հա, քանի որ մի հավաքանից ենք բոլորս։ Որ ռինգ ելնելուց առաջ ասում են ներկայացնում է բանակի կենտրոնական մարզական ակումբը, այդ ոնց որ տասնապատիկ ոգևորում է։ Բանակի կենտրոնական մարզական ակումբը ներկայացնող զինծառայողներն են բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների 2025 թվականի առաջնության չեմպիոնները 3 քաշային կարգերում։ Հանդես եմ եկել 92 կիլոգրամ քաշային կարգում, անցկացրել եմ 2 մենամարտ, երկուսն էլ ժամանակից շուտ եմ ավարտել մենամարտերը ու դարձել եմ Հայաստանի 7-ակի չեմպիոն։ Մասնակցել եմ 86 կիլոգրամ քաշային կարգում, 2017 թվականից մինչ առայժմ եղել եմ Հայաստանի չեմպիոն, թե երիտասարդների, թե մեծահասակների կազմում եմ ընդգրկվել որպես առաջին համար։ Մասնակցել եմ 80 կիլոգրամ քաշային կարգում, ունեցել եմ 2 մենամարտ, երկուսն էլ մրցել եմ շատ փորձառու մարզիկների հետ, երկուսում էլ տարել եմ հաղթանակ։ Համառ ու անզիջում մրցապայքար լավագույնի կոչման արժանանալու համար այս մթնոլորտում ընթացավ բռնցքամարտի առաջնությունը, որին ընդհանուր առմամբ 100 մարզիկ էր մասնակցում, այդ թվում նաև բանակայինները, որոնք աչքի ընկան հաղթական մենամարտերով։ Միանշանակ մեր մասնակցությունը տվյալ մրցաշարում ուրիշ դեր ունի, ինչի որովհետև ներկայացնում ենք բանակի կենտրոնական մարզական ակումբը։ Փորձում ենք ամեն ինչ անել, որ բարձր կերպով ներկայացնենք, բարձր կերպով անունը պահենք։ Հայաստանի բազմակի չեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը բռնցքամարտով զբաղվում է 2014 թվականից։ Այս ընթացքում բազմաթիվ հաղթանակներ է ունեցել թե հայաստանյան, թե միջազգային հարթակներում, որոնցից ամենատպավորիչը Ռաֆայելի համար ոսկե մեդալն է 2018 թվականի Եվրոպայի առաջնությունում։ Առաջին մենամարտը հաղթեցի, ժեստ ունեմ, պատվի առնելն է, զինվորական կեցվածքն եմ։ Խնդրեմ։ Ես ուզում եմ ասեմ, որ այդ ամեն ինչը ուզում եմ ցույց տամ, որ արվում է իմ հայ ազգի, իմ բանակի համար, զինվորների համար։ Այս պայմանությամբ ես զինվոր եմ։ Բանակի մարզական ասպարեզում ծառայելը մեծ պատիվ ու պատասխանատվություն է նաև Համլետ Ադամյանի համար։ 80 կիլոգրամ քաշային կարգում չեմպիոն դարձած մարզիկը այսօր էլ շարունակում է անդադար ու քրտնաջամ պարապել, որպեսզի առաջիկայում հաղթական նոր արդյունքներով ներկայացնի Հայաստանի եռագույնն ու զինված ուժերը։ Մեծ պատիվ է իհարկե, մեր մեջքի հետևը մեր դրոշն է, մեր տղեկն ենք բոլոր, ով որ ծառայում է, կապ չունի, որ մենք հիմա բանակի կենտրոնական մարզական ակումբում ենք։ Բոլորն է հիմա ծառայողներն են, ով որ դիրքերում են, մենք ելնում ենք, մենք գիտենք, որ մենք էլ հիմա առաջնագիծում ենք, բայց բոքսի ասպարեզում։ Դեռ տղեկը առաջնագիծում են սահմանում, մենք բոքսի ասպարեզում ենք առաջնագծում։ Ու պետք է նենց անենք, որ հասնենք հաղթանակի։ Ոնց որ տղեկն են մեր միշտ անում, մինչև վերջ, նույնը մենք ենք մինչև վերջ անում, որ հասնենք հաղթանակի։ Մենք էլ սենց ոգևորենք մեր տղերքին, որ ավելի տոկուն լինեն սահմանագծին, փառք ու պատիվ իրենց։ Բանակային բռնցքամարտիկներից ամենաերիտասարդն ու ծանր քաշայինը Դավիթ Սիմոնյանը բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների 2025 թվականի առաջնությունում նույնպես գերազանց հանդես եկավ։ 92 կիլոգրամ քաշային կարգում նա ժամանակից շուտ հաղթեց 2024 թվականի Հայաստանի չեմպիոնին։ Ամեն մենամարտել իր դժվարությունն ունի, ամեն մեկն էլ միտեղ ինչ-որ sense տպավորվում է էլի մեջը, բայց դե որ ծանր հարվածողներ են լինում, տեխնիկապես արագ են լինում, որ կարող ես իրենց հաղթես, արդեն այդ դառնում է քո համար ավելի բարձր ցուցանիշ էլի, որ ուժեղ տղեկի հաղթում ես։ Անկեղծ հպարտանում եմ, որ մեր դրոշը բարձր եմ պահում որպես բանակային, քանի որ բոլորի սպասելիքները արդարացնում եմ, հենց Եվրասիայի գավաթի առաջնությունը կայացավ իմ բանակային ծառայության ընթացքում։ Այդ ժամանակ արդեն զգացի, որ ես զինծառայող եմ ու արդեն հասկացա, որ իմ ծառայությամբ կարողացել եմ պիտանի լինել իմ հայրենիքին։ 2023 թվականին դարձել եմ Եվրոպայի հաղթող երիտասարդների, 2024-ին փոխչեմպիոն եմ եղել Եվրոպայի։ Բանակի կենտրոնական մարզական ակումբը ներկայացնող բռնցքամարտիկներն այժմ ակտիվորեն պարապում են ու օրեցօր ավելի բարելավում մարզավիճակը։ Ապրիլին տղաները կմասնակցեն Երևանի Գավաթ մրցաշարին, իսկ մայիսին արդեն կներկայացնեն Հայաստանը Ղազախստանում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությունում։ Հովհաննես Պարաշյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։
Գուրգեն ջան, բարի լույս։ Բարև Գասպարյան ջան, ո՞նց ես։ Ոչինչ։ Չեմ հարմարվում։ 2 ամսով գնում եմ գյուղ։ Մի քիչ ցրվում եմ, մինչև հասկանամ ինչ եմ անում։ Դիա, Գասպարյան ջան, այդ քեզնից չի։ Մի հատ լավ գործ գտի, փողը շատ գործնել նախկինից թեթև։ Տենց շատ լավ մի 2 առաջարկ արել են, բայց չեմ հարմարվում, 2 շաբաթից ավել չեմ դիմանում։ Քոնը բանակն է, եղբայր։ Աստված քեզ հետ։ Այսօրվա մեր դասը այնքանով է կարևոր, որ եթե տեսականը չյուրացնեք ինչպես որ հարկն է, մարտի դաշտում ունենալու եք լուրջ խնդիրներ։ Ուշադրություն, գրոհի առաջ։ Պետ որոշել եմ թոշակի անցնել։ Գասպարյան, ես գիտեմ, մի օր հետ ես գալու։ Փոփոխություններ են կատարվել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին ու պետական կենսաթոշակների մասին օրենքներում։ Զինված ուժեր վերադառնալու դեպքում կենսաթոշակի անցած սպաները կարող են շարունակել ծառայությունն ու պահպանել թոշակը։ Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փաթեթը։ Օրենսդրական փաթեթի կարևորության մասին խոսել է Պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող մեր որակյալ ռեսուրսը ներգրավել զինված ուժերի կարևոր ուղղություններում, պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում։ Քոնը բանակն է, եղբայր։ Խնդրում եմ վերականգնել ինձ ծառայության։ Գումարտակ, հավսար, զգաս, ողջույն ձեզ։ Այո, իմը բանակն է։ Եթերում զինուժներ շաբաթվա առանցքային իրադարձություններով հետևեք մեզ նաև վիրտուալ տիրույթում։ Մեր հաջորդ հանդիպումը զինվորական կարգապահությամբ ուղիղ մեկ շաբաթ անց է նույն տեղում նույն ժամին։ Մնացեք խաղաղությամբ։